Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը։ Կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը։ Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ լնջում է քրոջս Թորան, մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր սիրելի մայրեր Վիշտը և Կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվելու։ Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը, բայց ես գիտում եմ, որ դուք ուժեղ եք և ամեն ինչ հաղթահարելու եք։ Մեզ հետ միասին մուգ սաղ բոլորս միասին պիտի լինենք։ Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար, բայց չէ որ կյանքը շարունակվում է և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն մենք կանայք պետք է հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։ Սիրելի կանայք, սիրելի մայրեր, շատ սիրելի քույրեր և երիտասարդ կանայք, եղեք առողջ, եղեք սիրված և իհարկե երջանիկ։